Մեկս մյուսը բերնի մեջն է շնչում տգեղ հաղդով Ճիշտ ասում Թողեք ապրեն էլի ես մարդիկ թողեն գնան Հայաստանից գնանք դա ծեր ուզածը ինչ եք ուզում Հերիք է հողը ջուրը պաշտպանողը Ռամիգն է եղել նախնական դարերից մինչև հիմա ոչ մի հարուստի տղա չի զոհվել ոչ մի պաշտոնյայի տղա չի զոհվել չի էլ մասնակցել կռվի սրանք է կռվել սրանք էլ թողեք ապրեն էլի ինչ եք ուզում Դուք իրատեսական եք համարում, որ այս ճանապարհով Այս ճանապարհը պետք է փակվի միջև ժողովրդի պահանջը կատարվի Սայլը տվել ենք Նիկոլ Փաշինյանին լավ են կարել Հիմա թող Նիկոլ Փաշինյանը այս հարցերը լուծի Իսկ եթե չլուծի Չլուծի այսպես շարունակվելու է Վիճե վերջ են գնալու տարի ինքը 2000 սա Նիկոլ Փաշինյանը արձագանքում ձեր բողոքներին Չգիտեմ Էդի Իրանից հարցերեք Իրանից հարցերեք էդի ուրիշ ոչ մեկից Իրանից հարցերեք Պարոն Փաշինյան եկեք մեր պահանջը կատարեք մաքուր ձևով Ինչ համար դրեցիք հիմա որ դες կանեք օծի մեջ Մենք աբարանցի ենք ու չամը 50 տարի ավտոբուս ենք ունեցել մեր կոմունիստերի վախտով էլ աշխատել հիմա քիչ են թողում աշխատել Հիմա փոշմանում եք, որ Փաշինյանին եք ընտրել Չէ, չեմ փոշմանում, բայց ինքը չի ասածը չի կատարում Իրենք են օգտվում հիմնականում տրանսպորտից եւ փողոքում են իրենց իրավունքների համար։ Իրավունքի ձայն բարձրացնելու համար իրենք բացառապես պետք է օրինական միջոցների դիմեն։ Հավաքների մասնակցելու իրավունք չունեն անչափահասները։ Եթե չբացեն, մայրուղին ինչ է սպասում։ Ոստիկանությունը օրենքով նախատեսված իր գործողությունները կիրականացնի։ Բայց հիմա մենք մենք հիմա համագործակցում ենք, փորձում ենք տենց անենք, որ համայնքի բնակչությունը բացառապես իրավունքի սահմաններում, իրավաչափ գործողությունների սահմաններում իրականացնի իր հավաքի իրավունքը։ Դրա համար հորդորում ենք ոստիկանությունը, որ իրենք դուրս գան սահմանված վայրում անեն։ Եթե ձեր հորդորը տեղ չասնի։ Մենք հիմա փորձում ենք պահպանել հասարակական կարգը։ Եղավ, շնորհակալություն։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, Քասախ համայնքի բնակիչները շարունակում են փակել ճանապարհը եւ իրավապահ մարմինների հրահանգներին չեն լսում եւ նրանք շարունակում են փակ պահել ճանապարհը։ Խնդրում եմ հարգելի ծրագրողներ, ճիշտ մեկնաբանեք մեր այսօրվա ակցիան, բոլոր պատկան մարմիններին, խնդրում եմ մի տարեք մեզ սայլայես թայլերի, կատարեք մեր օրինական պահանջը։ Եվրոմեդիա 24-ի հարգելի հետևորդներ, ոչ միայն ճանապարհային ոստիկաններն են այստեղ, այլ նաև կարմիր բերետավորները, ահա դուք տեսնում եք նրանց։ Դա չի օգտագործել, այդ իսկ պատճառով մեր կատարվելու գործողությունները անժամկետ է, այսուհետ դուք հետարկում եք միմիայն կազմակերպիչի հրանգներին, հարգելի ժողովուրդ, խնդրում եմ, օրենքից բացի որևէ բան, որևէ հայտարարություն, ոստիկանների հետ որևէ կոնֆլիկտ, խնդրում եմ չլինի, շարժվեք միմիայն օրենքով և
վտանգներով։ Շնորհակալություն բոլորիցն։ Տեսեք, այստեղ նշում եմ, որպեսզի անչափահասներին դուրս բերեք այս հատվածից։ Անչափահաս չկա այս հատվածում։ Սա չափահաս է։ Կարող է անչափահաս իր մամայի հետ եկել, ասեմ երեխուն ուղարկեք, չի կարելի նման բան ասել։ Եթե կան անչափահասներ, իհարկե նրանց չեն հրավիրել, ուղղակի կարող է պահելու տեղ չունեն մայրիկները հետները բերել են դա, մենք չենք կարող վերահսկել։ Այստեղ կարմիր բերետավորներին եք դուք տեսնում, ինչ եք կարծում, ինչի է ուժ գործադրելու համար են։ Իշխանությունները շատ խելամիտ են եւ Հայաստանի Հանրապետության ռեալ իշխանության դեմ այն է, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը նշում է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ դուք համոզվում եք, որ սա ժողովրդական պայքար է, ցասում է եւ որևէ կարմիր բերետավոր թե կապուտ իրավունք չունի խառնվելու մեր օրինական պահանջին։ Շնորհակալություն։ Քասախ համայնքի բնակիչները երկկողմ փակել են ճանապարհը։ Համաձայն չենք, ելնի վերև։ Չի կարա վերև ելնի։ Կարա ախպերս։ Խի է, բանը Թուրքիան է վերևը ախպերս։ Բա ինչն է, խի չի կար ախպեր։ Մի րոպե։ Խի չի կար ախպերս։ Այ քեզ բան Հայաստանի Հանրապետություն չի։ Չէ, դու ես կատեգորիկ ես ասում չի կարա։ Օրենքով շատ բան կա, որ այտենց է, բայց չի էլ, այտենց չի։ Ոչ մի բան մի կողեք բերանս։ Այ մի բրդի ոչ։ Ժողովրդյան կները եկել են լուսաբանելու, ոնց մի լուսաբանելու։ Իմ ասածը մի լուս է, դելի միրավ։ Դուք հավաք եք իրականացնում ու այդտեղ ամեն ինչ տեղի ամենում հանրային եղանակով։ Ձերը որն է։ Ժողովուրդ ջան, մի մցրեք բերանները, Խնդրում եմ մենակ թողեք, լուրջ ինֆորմացիա ունեք, ուզում ենք հասկանանք մեր քայլերը։ Հասկացեք, ձեզ ով է ինչ ասում։ Կներեք, բայց ասեք դուք